Երբ կլինի պատերազմ, երբ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, թե ընդդիմությունից որևէ մեկը, եկեք այս հարցին հստակ տրամաբանորեն պատասխանենք։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով հենց Նիկոլ Փաշինյանի սկզբունքով, ինչ է նա ասում։ Նա ասում է, եթե նախկինները գան, կլինի ալան-թալան, կլինի կոռուպցիա, կամայականություններ, չէ՞։ Ինչու է այդպես ասում։ Հիմնվելով նախկինում ունեցած փորձի վրա, այսինքն նախադեպի վրա։ Ես չեմ ուզում դա վիճարկեմ, որովհետև մեր ժողովուրդը ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ընտրել այն ակնկալիքով, որ նա կգա եւ կպատժի թալանչիներին, կպայքարի կոռուպցիայի դեմ, եւ ընդհանրապես մի բան նա պետք է աներ, արդարադատություն հաստատեր երկրում, պատժվեին նախկին բոլոր թալանչիները եւ դատապարտվեին։ Բայց այսօր այդ թալանչիները մասնակցում են ընտրություններին եւ մուննաթ են գալիս Նիկոլ Փաշինյանի վրա։ Պատերազմը հասկացանք, ամեն ինչ հասկացանք, ընդհանրապես մի բան պետք է աներ, դա էլ չի արել։ Բայց թողնենք մի կողմ։ Ընդունենք, որ այդպես է։ Թալանչիները, եթե գան իշխանության, կլինի թալան։ Հարց չկա։ Դա ինչ սկզբունք է։ Դա նախադեպի սկզբունքն է, այսինքն մի անգամ եղել է, երկու անգամ եղել է, կլինի նաև երրորդ անգամ։ Հետևաբար, երբ է եղել պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց չանցած կամ պլյուս-մինուս 2 տարի եղել է 2020 թվականի աղետաբեր պատերազմը։ Դրանից հետո նա եկավ խաղաղության օրակարգով։ Ճիշտ է, 21 թվականին նորից ընտրվեց ակնկալիքով, որ երկաթե մուրճը, պողպատե մուրճը կհաստատվի Հայաստանում։ Ինչ եղավ 21 թվականից պլյուս-մինուս 2 տարի անց, 23 թվականին էլի սեպտեմբերին եղավ երկրորդ աղետաբեր պատերազմը Արցախի կորստով։ Հիմա նա երրորդ անգամ ձեզ ասում է ընտրեք ինձ, որ լինի խաղաղություն, բայց նա երկու անգամ բերել է պատերազմ։ Հիմա նա է բերել, ուրիշներն էին բերել, նախկինները, աշխարհը էական չէ, փաստ, նախադեպ։ Քանի որ թալանի նախադեպի հիման վրա ասում եք կլինեն թալան, չնայած թալանի գործով մինչև այսօր ոչ մի նախկին չի դատապարտվել եւ պատիժ կրել, ամեն դեպքում ընդունենք, որ ճիշտ եք։ Փաստորեն այդ նույն սկզբունքով, նախադեպի սկզբունքով երրորդ անգամ էլ կլինի պատերազմ, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Բայց պատերազմի եւ խաղաղության հարցը ունի քաղաքագիտական բնութագիր։ Միջազգային հարաբերությունների պատմությունը, քաղաքագիտությունը, ընդհանրապես տեսությունը բացատրում է, թե երբ է լինում պատերազմ։ Պատերազմ չի լինում ուղղակի կամայականորեն, մարդը մի օր զարթնում է, Ալիևը որոշում է, ջղայնացել է հայերի վրա, հայերին են չեն ենթարկվում, է սկսում է պատերազմ։ Ոչ, պատերազմ լինում է միայն այն ժամանակ, երբ խախտվում է ուժերի հավասարակշռությունը եւ երբ կողմերից որևէ մեկը թույլ է եւ զիջող։ Քանի դեռ Հայաստանը թույլ է եւ շարունակելու է թուլանալ, պատերազմի սպառնալիքը միշտ կախված է լինելու Հայաստանի վզին։ Խաղաղություն կարող է բերել միայն նա, ով Հայաստանին կբերի ամուր, ուժեղ տնտեսություն, անվտանգություն եւ խելացի դիվանագիտություն։ Մնացածը լոլոներ են, հերիք է ժողովրդին ահաբեկել եւ խաբել։ Արդեն զզվելի է։